Եթե ձեռքի տակ ունեք ընդամենը մեկ նարինջ և ցանկանում եք ինչ-որ համեղ բան պատրաստել, առաջարկում եմ միասին թխել առանց ձու և կաթնամթերք շատ համեղ, փխրուն ցիտրուսային նոտաներով թխվածքաբլիթներ։ Չնայած որ պատրաստվում են մինիմալ բաղադրիչներով, տեսեք թե ինչպիսի կառուցվածք ունեն, այնքան համեղ են ստացվում, որ վերջանում են հաշված րոպեների ընթացքում։ Այդ պատճառով խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով։ Այս բաղադրատոմսը շատ պարզ և հեշտ է, հիանալի տարբերակ է նաև պահքի օրերի համար։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է 1 նարինջ, ընդամենը մի քանի գդալ շաքարավազ, մոտ 350 գրամ ալյուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ և 1 պտղուն ծաղ։ Քերում ենք նարնջի կեղևը քերիչի մանր անցքերով, այն մեր թխվածքաբլիթներին ցիտրուսային նոտաներ կհաղորդի։ Կեղևի սպիտակ մասը չենք օգտագործում, քանի որ այն մի փոքր դառնահամ է պարունակում։ Հեռացնում ենք նարնջի կեղևը, կորիզները և պտղամիսը բաժանում ենք խոշոր կտորների։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 250 գրամ նարնջի աղացած միջուկ։ Ես ձեռքի բլենդերով մարացնում եմ, եթե նման հարմարանք չունեք, կարող եք օգտագործել միայն 250 մլ նարնջի հյութ։ Քանի որ նարինջը բավականին քաղցրություն ունի, խմորի մեջ կօգտագործենք ընդամենը 3 ճաշի գդալ շաքարավազ, սակայն եթե քաղցրի սիրահար եք, կարող եք մի փոքր ավել վերցնել։ Ցիտրուսի համ ընդգծված լինելու համար խմորի մեջ չենք օգտագործում վանիլին կամ վանիլային շաքարավազ։ Կեղևը շաքարավազի հետ տրորում ենք 1-2 րոպե, որպեսզի նարնջի բույրը լավ բացվի։ Ինչպես տեսնում եք, ամենապարզ հասանելի բաղադրիչներով պատրաստվող թխվածքաբլիթներ են, սակայն վստահեցնում եմ, որ արդյունքը ձեզ շատ կգոհացնի։ Այստեղ ավելացնում ենք նաև աղացած նարինջը, գույնը և բույրը պարզապես արբեցնող է։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ավելացնում ենք 70 մլ անհոտ բուսայուղ, 1 թեյի գդալ փխրեցուցիչ և 1 պտղուն ծաղ։ Քանի որ խմորի մեջ չենք օգտագործում կաթնամթերք, փխրեցուցիչը մի փոխարինեք սոդայով, սոդայով նույն արդյունքը չի ստացվի։ Ավելացնում ենք 330-ից 350 գրամ ալյուր, պետք է ստանանք ձեռքերին մի փոքր կպչող, փափուկ խմոր։ Սկզբից խառնում ենք գդալով, այնուհետև 1-2 րոպե հունցում ենք, պետք է ստանանք միատարր զանգված։ Սիրելիներս, այս թխվածքաբլիթները պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Հունցելուց հետո խմորը թողնում ենք հանգստանա մոտ 10-15 րոպե, այնուհետև ձևավորում ենք թխվածքաբլիթները։ Ձևավորում ենք ընկույզի մեծության գնդիկներ և թաթախում ենք շաքարավազի մեջ։ Գդալի պատառաքաղի օգնությամբ, կամ այնպես ինչպես ես եմ անում, թխվածքաբլիթներին հետաքրքիր տեսք ենք հաղորդում և թխում ենք։ Դնում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցը, թխում ենք 15-ից 18 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Չենք մոռանում 1 գավաթ սուրճ պատրաստել և վայելել։ Բարի ախորժակ։ Այսօր էլ ցիտրուսային նոտաներով շատ համեղ, անչափ փխրուն և խրխրթամ պահքի նման թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։